Նոր կյանք 2026 թվականի մայիսի 20-ից հետո։ Աստղագուշակները անվանում են աստղերի կողմից նախընտրելի 5 կենդանակերպի նշաններ։ 5 կենդանակերպի նշաններ կստանան լրացուցիչ աջակցություն տիեզերքից մինչև 2026 թվականի մայիսի 20-ը, շնորհիվ ցուլի սեզոնի կայուն և հիմնավորված էներգիայի։ Արևը ցուլում շուտով ավարտվում է։ Սա այն ժամանակահատվածն է, երբ աստղագուշակները խորհուրդ են տալիս ժամանակ հատկացնել և փոխարենը կենտրոնանալ արդեն իսկ ունեցածը կառուցելու, ամրապնդելու և վայելելու վրա։ Արդյունքները կարող են մի փոքր ուշանալ, բայց դրանք երկար կտևեն։ Cafe Astrology մասնագետների կողմից Your Tango պորտալում հրապարակված հրապարակման համաձայն, այս ժամանակահատվածը իդեալական է պահպանման և ստեղծման, ինչպես նաև արդեն ձեռք բերվածը վայելելու համար։ Աստղագուշակները խոստանում են 5 կենդանակերպի նշանների հատուկ աջակցություն տիեզերքից այս ժամանակահատվածում։ 1. Երկվորյակներ։ Ցուլի կայունությունը գործում է ձեր օգտին։ Վեներան ձեր նշանում է մինչև մայիսի 18-ը, ինչը գրեթե միշտ նշանակում է մեծ հաջողություն։ Աստղագուշակ Մեյը իր մեկնաբանության մեջ բացատրել է. երբ Վեներան ձեր նշանում է, ինչը տեղի է ունենում տարին մեկ անգամ, տեղի է ունենում փայլ։ Ինչ է ձեզ սպասում։ Հաջողություն դրամական հարցերում, մտավոր և ֆիզիկական վերափոխում, անհավանական ձգողություն, դուք մագնիս եք նոր մարդկանց համար։ Ընդլայնեք ձեր սոցիալական շրջանակը, նոր ծանոթությունները կգրավեն բարգավաճում։ Ավելին, Ուրանը ձեր նշանում սկսել է 7-ամյա նոր ցիկլ, բերելով կյանքի արմատական փոփոխություններ։ Պատրաստվեք երկարատև խաղին, այն արժե դրան։ 2. Ցուլ։ Սա ձեր սեզոնն է, և հետևաբար ձեզ համար նոր սկիզբ կբացվի։ Մեյը բացատրում է. Սեզոնի սկզբից մինչև դրա ավարտը ձեր նշանում կլինի նորալուսին, այնուհետև Մարսը կմտնի ցուլ և ձեր էներգիան կվերադառնա։ Խոյի սեզոնի արագ տեմպից հետո դուք մի քայլ հետ գնացիք, հիմա ձեր ժամանակն է։ Եվ ամենակարևորը, Ուրանը, հանկարծակի փոփոխությունների մոլորակը, 7 տարվա ընթացքում առաջին անգամ լքել է ձեր նշանը։ Սա մեծ թեթևացում է։ Դուք վերջապես առաջ եք շարժվում այնպիսի հնարավորությամբ և թափով, որը երբեք չեք զգացել։ 3. Կարիճ։ Ցուլը ձեր հակառակ նշանն է, ուստի սեզոնը միշտ ձեր օգտին է։ Բայց հիմա դուք ունեք լրացուցիչ խթան։ Լիալուսինը, որը մայիսի 1-ին բարձրացավ Կարիճի համաստեղությունում, կօգնի ձեզ մաքրվել։ Աստղագուշակի խոսքով, դուք կտեսնեք 6 ամիս առաջ սկսած ձեր վերափոխման հզոր գագաթնակետը։ Մայիսը ձեզ համար հսկայական շրջադարձային կետ է և բացառապես դրական։ Սա հատկապես ճիշտ է ֆինանսների և փողի համար։ Մինչև մայիսի 20-ը ձեր կյանքում սպասեք ինչ-որ մեծ բանի։ 4. Կույս։ Ցուլը երկրային նշան է, ինչպես դուք։ Աստղագուշակ Մեյը շեշտում է. երբ դուք գտնվում եք ձեր տարերքի եղանակին, զգում եք, որ տիեզերքը ձեզ մեջքի վրա է։ Ցուլի եղանակին ձեր շարժման կամ սկսման ցանկացած քայլ աջակցվում է և հաջողակ կլինի։ Անկախ նրանից, թե որոշեք ավելի շատ ճանապարհորդել, ինչ-որ նոր բան սովորել, թե սկսել ձեր սեփական նախագիծը, դուք ճանապարհին եք դառնալու ինքներդ ձեզ լավագույն և իմաստուն տարբերակը մինչև մայիսի 20-ը։ 5. Այծեղջյուր։ Ցուլի եղանակի երկրային էներգիան լիովին համատեղելի է ձեզ հետ։ Մինչև մայիսի 20-ը դուք լիովին ձեր տարերքի մեջ եք։ Ձեր շրջապատող աշխարհը կարծես թեքվում է ձեզ աջակցելու համար։ Ամեն ինչ, ինչի մասին երազել և պատկերացրել եք, սկսում է իրականություն դառնալ, հատկապես սիրո մեջ։ Այս աստղագուշակական սեզոնի ընթացքում հարաբերությունները շատ ավելի լավն են դառնում։ Դուք կարող եք հանդիպել մեկի, ով կարագացնի ձեր սիրտը։ Դուք կարող եք մեծ ջանքեր ներդնել ձեր հարաբերությունների մեջ, և այդ հատուկ մեկը կհայտնվի։ Հակիրճ ամփոփում։ 5 նշաններ հաջողության ուշադրության կենտրոնում են մինչև 2026 թվականի մայիսի 20-ը։ Բոլորը նույնպես չպետք է նեղվեն։ Ցուլի կայուն էներգիան աջակցում է բոլոր նրանց, ովքեր պատրաստ են դանդաղ, բայց հաստատուն կառուցել։ Հիմնական խորհուրդը բոլորի համար.
Միշտ ապեք, վստահեք գործընթացին եւ հիշեք, այն ինչ հիմա ստեղծում եք, երկար ժամանակ կմնա ձեզ հետ։ Գիտական տեսանկյունից աստղագուշակությունը զուտ զվարճանք է եւ դրա կանխատեսումները չեն հաստատվում հետազոտություններով։ Այնուամենայնիվ, աշխարհի հազարավոր մարդիկ հետաքրքրությամբ հետևում են աստղագուշակական կանխատեսումներին։ Գլխավորն այն է, որ կանխատեսումը ընկալվի որպես մտորելու նյութ, այլ ոչ թե որպես դատավճիր, որը հիմնարար կերպով ազդում է մարդու գործողությունների վրա։ Ինչ են հուշում աստղերն այսօր։ Խոյ, հակասական օր է։ Մի կողմից ամեն ինչ ընթանում է ոչ այնքան վատ, ինչպես առաջին հայացքից թվում է, մյուս կողմից էլ դուք հակված եք պահանջել անհնարինը, ինչպես ձեզանից, այնպես էլ շրջապատից։ Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները։ Հնարավոր են ուշադրության նշաններ, սիրո խոստովանություններ։ Ցուլ։ Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ անձնական բնույթի բարդ խնդիրներ լուծելու համար։ Դուք հաղթահարում եք ինչ-որ ներքին արգելքներ, սկսում եք ձեզ պահել սովորականից այլ կերպ, ինչով բավականաչափ զարմացնում եք շրջապատին։ Բարեբախտաբար, դուք ուղղում եք ձեր սխալները, ինչն էլ օգնում է խուսափել բազմաբնույթ կոնֆլիկտներից։ Երկվորյակ։ Այսօր պետք կլինի շատ ջանք թափել։ Գաղափարները, որոնք ձեզ կօգնեն հաջողության հասնել, ընկած չեն արտաքին մակերևույթի վրա, այնպես որ ստիպված եք լինելու գլուխ կոտրել։ Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար։ Ցանկալի է այսօր փակել նախկին պարտքերը, անել բոլոր անհրաժեշտ վճարումները։ Կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել։ Խեցգետին։ Ամենաբարենպաստ օրերից չէ, հատկապես շփումների առումով։ Դուք շատ եք ձգտում կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ, սակայն այդպես էլ ընդհանուր լեզու չեք գտնում։ Հնարավոր է, որ տհաճ լուրեր լսեք, չի բացառվում, որ զբաղվեք ձեր ազգականներից որևէ մեկի խնդիրներով։ Չեն բացառվում չպլանավորած ուղևորությունները, որոնցից մեկը կարող է սիրելի մարդու հետ վեճի առիթ դառնալ։ Առյուծ։ Օրը բավական հարմար է խոշոր գործարքներ կնքելու համար։ Հաջող են անցնում արտերկրյա գործընկերների հետ բանակցությունները։ Ֆինանսական պատկերը բարենպաստ է։ Հնարավոր է առաջանան տարաձայնություններ մտերիմների հետ։ Կույս։ Այսօր դուք եռանդով ձեռնամուխ եք լինում ձեր խնդիրների լուծմանը։ Կարևորը, որ առաջին հաղթանակից հետո կանգ չառնեք, այլ շարունակեք առաջ գնալ, եւ հաջողություններն իրենց երկար սպասեցնել չեն տա։ Կշեռք։ Այսօր կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել։ Դուք հաստատ կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ։ Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից։ Կարիճ։ Օրվա բազմաթիվ խնդիրներ շատ ավելի պարզ կարելի է լուծել, քան դա առաջին հայացքից թվում է։ Գործնական բանակցություններում եւ հանդիպումներին ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն։ Նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերային նոր բարձրունքներ։ Աղեղնավոր։ Օրը զերծ չէ դժվարություններից, սակայն դուք կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից, եթե զգուշավորություն ցուցաբերեք։ Հատկապես կարևոր է այն բարդ գործիքներով աշխատելիս։ Կենտրոնացեք սեփական գործերի վրա։ Հենց որ դուք միջամտում եք ուրիշների գործերին, ամեն ինչ վերահսկողությունից դուրս է գալիս։ Այծեղ ջուր։ Օրը բավական բարդ է դասավորվում։ Գործերը, որոնցով դուք ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ։ Հնարավոր է, որ տհաճ լուրեր ստանաք։ Ջրհոս։ Բարենպաստ օր է արդյունավետ աշխատելու համար։ Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի ստացում։ Դուք շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է երկար տարիներ ձեզ մեծ եկամուտներ բերել։ Ձկներ։ Այսօր դուք տրամադրված եք սովորականից ավելի լուրջ։ Ինչը ձեզ այսօր կարող է ուրախացնել, դա միայն մտերիմ մարդու կողմից պատրաստած հաճելի անակնկալն է։